Սահմանազատման գործընթացի ուրեմն բաղադրիչը երևի նորից արժի մի առանձին լույսի ներքո ներկայացնել, ընդգծել կրկին վերադառնալով մանիպուլյացիաների թեմային, հիշում եք, երբ սահմանազատման հանձնաժողովների միջև պաշտոնական անվանումները հանձնաժողովների մի քիչ ավելի երկար են, այլ սահմանային հարցերով հանձնաժողովների միջև կնքվեց կանոնակարգը եւ այնուհետեւ վավերացվեց ազգային ժողովում, այնտեղ կար մի այսպիսի դրույթ, որ կողմերը սահմանազատումը շարունակել են իրականացնել Ալմաթայի հռչակագրի ուրեմն հիման վրա, որպես հիմք ընդունելով Ալմաթայի հռչակագիրը, եթե խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման ուրեմն պայմանագրում այլ բան չպայմանավորվեն կողմերը եւ հիշում եք այդ ամբողջ ուրեմն բանը ալիքը այն մասին, որ հիմա այստեղ այս պայմանագրում լրիվ այլ բան կպայմանավորվեն եւ այդ Ալմաթան խապկանք է ընդամենը արդեն այսօր առիթ ունեցա նշելու, որ խաղաղության պայմանագրում հստակորեն ամրագրված է եւ Ալմաթայի ուրեմն հռչակագիրը եւ այն, որ կողմերը կշարունակեն սահմանազատում արդեն վավերացված կանոնակարգի համաձայն եւ ըստ այս հարցն էլ կարող ենք համարել փակված, գործընթացը շարունակվում է իհարկե փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի համանախագահությամբ մեր կողմից եւ ավելի մանրամասն այս մասին խոսելու նաեւ իրավունք չեմ վերապահում ինձ, բայց իհարկե մեր 2026 թվականի պլանները եւ կատարված աշխատանքը չեն սահմանափակվում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ կամ հաստատված խաղաղության ուրեմն ինստիտուցիոնալացմամբ, դրանք ավելին են, բնականաբար երկրորդ բանը, որ այս մասին դատողություններ անող մարդու կամ խոսող մարդու մտքին կգան, դա մեր մյուս հարևանի Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է, պետք է նշեմ, որ մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի մեր գործընկերների հետ, սկսած ամենաբարձր մակարդակից վարչապետ Փաշինյան, նախագահ Էրդողան եւ մեր մշտական ներկայացուցիչները եւ արտաքին գործերի նախարարները եւ արտաքին գործերի նախարարությունների թիմերը եւ նաեւ մյուս գերատեսչություններ եւ շատ դրական եմ գնահատում եւ ինքս պետք է լավատեսություն հայտնեմ այս երկխոսության կապակցությամբ, հուսով եմ, որ առաջիկայում մենք այս ուղղությամբ շատ շոշափելի արձանագրումներ, ձեռքբերումներ եւ պայմանավորվածություններ ձեռք կբերենք։ Այմիջալոց վերադառնալով մի կտոր կա, որ այնուամենայնիվ բաց թողեցի եւ կուզեի ասել Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ, մշտապես հարց է հնչում, թե որն է այնուամենայնիվ, երբ որ տեսնում եմ, որ պայմանավորվածությունները անխոցելի են, երբ որ տեսնում եմ, որ տեքստը անխոցելի է, այդ թվում պայմանագիր եւ այլն, մշտապես հարց է բարձրացվում, որ որն է այնուամենայնիվ երաշխիքը, որ այս ամեն ինչը կպահվի կամ երաշխիքը, որ խաղաղությունը կշարունակվի կամ երաշխիքը, որ ուրեմն ենթակառուցվածքները կբացվեն եւ այլն։ Երաշխիքը մշտապես երաշխիք ասելով մեր ենթագիտակցորեն, թեև նաեւ բան խոսքերի վերբալ մակարդակում մշտապես նկատի է առնվել որևէ երրորդ կողմի, շատ ուժեղ կողմի, հա, կամ տերությունների, այսպես ասած, մեծ տերությունների ուրեմն ստորագրությունը կամ բանավոր երաշխիքը կամ որևէ ներկայություն գետնի վրա։ Ես պետք է ասեմ, որ եւ մեր օրինակը եւ կարող եք ինձնից ավել կամ ինձնից առաջ ընկնելով բերեք բազմաթիվ այլ օրինակներ, երբ այս կարգի երաշխիքները չեն գործել, ընդհանրապես չեն գործել։ Մենք ցավոք սրտի գիտենք դա մեր օրինակից, չգիտեմ, ամենաթարմ եւ այսօր ընթացող կոնֆլիկտները կարող եք նայել, բոլորը նույն խնդիր ունեցել են եւ ահա մեր դեպքում պատասխանելով հարցին, թե որն է այնուամենայնիվ երաշխիքը, որ կպահվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, կսկսեն գործել պայմանավորվածությունները, հետեւյալն է. բոլոր պայմանավորվածությունները, որը մենք ձեռք ենք բերել եւ գրել ենք եւ ստորագրել ենք եւ նաեւ հանրային արտահայտում ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները համարում եմ փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը եւ հարատևությունը կարող եմ հույս հայտնել նաեւ։ Սա չափազանց առանցքային բան է, որովհետեւ կրկին ես եւ շարունակ այսօր ստիպված կլինեմ անդրադառնալ մանիպուլյացիաներին,
կա մի այլ մանիպուլյացիա, որ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ կամ հանձնեց ամեն ինչ եւ այլն, այդ ընդհանուր նարատիվին ծանոթ եք հարգելի գործընկերներ, եւ Հայաստանը, չեմ էլ ուզում ասել մենք ինչ ստացանք, որովհետեւ ես չեմ դիտում եւ չեմ ուզում ներկայացնել ձեռքբերված պայմանավորվածությունները, մենք շատ ստացանք, իրենք շատ ստացան, այս բանի սին, անիմաստ եւ հին կոնֆլիկտային տրամաբանության ուրեմն լույսի ներքո, բայց ուզում եմ ասել հետեւյալը, որ այն ինչ որ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է, մենք շահագրգռված ենք այդ ձեռք բերածը պահելու եւ զարգացնելու ուղղությամբ, բացարձակապես այստեղ ոչ մի երկրորդ կարծիք, նույնիսկ անկեղծ կարծիք լինել չի կարող։ Այն ինչ որ ստացավ Ադրբեջանը, կրկին թվում է թե շատ ձեռնտու եւ շատ կարեւոր է իրենց համար։ Եվ ըստ եմ, եթե երկու երկրները համարում են, որ իրենց ձեռնտու է եւ շահավետ է երկու ձեռքբերված պայմանավորվածությունները, երկուսն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք եւ զարգացնել։ Իհարկե, ինչ խոսք, հավելյալ կշիռ կարող ենք դիտարկել նաեւ Միացյալ Նահանգների, հավելյալ արժեք կարող ենք դիտարկել նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությունը, միջավայրը, որտեղ տեղի ունեցավ այս համաձայնությունների ամրագրումը եւ հետագա մասնակցությունը եւս ամերիկյան կողմի դրան անդրադարձա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։